Օրերս լիարժեք կյանք հասարակական կազմակերպության ակտիվիստները համախմբվել էին իրականացնելու գեղեցիկ մի գաղափար՝ «Փրկենք Սուրբ Նշանը» խորագրով ակցիան։ Ստեփանավանից դեպի Արմանից տանող ճանապարհին գտնվող 19-րդ դարում կառուցված Սուրբ Նշան մատուռը, որ ծառայում է բնակչությանը որպես սրբատեղի, հենց նույն բնակիչների անբարեխիղճ վերաբերմունքի շնորհիվ վերածվել էր աղբակույտերով շրջապատված անխնամ տարածքի, իսկ ծառերին հայտնվել էին շորերի տարբեր կտորներ իբր երազանքների իրականացման գրավական։ Դուք կարող եք տեսնել, որ հիմա երեխաները հանում են այս բոլոր կտորտանքները ճյուղերի վրա, ես պարզապես ուզում եմ կոչ անել բոլորին, որ այս ավանդույթը չշարունակվի, սա քրիստոնեական ավանդույթ չէ, սա մուսուլմանական ավանդույթ է եւ մեզ հարիր չէ ոչ միայն կտորտանք, այլ առավել եւս ինչ որ կեղտոտ ցիլաֆանի կտորներ եւ այլ շատ այլանդակ բաներ կախել ծառերից։ Սուրբ Նշան մատուռին հարող տարածքը մաքրելու նախաձեռնությամբ հանդես եկավ Ստեփանավանի լիարժեք կյանքը կան։ Տնկիր այն ծառը, որի տակ չես նստելու ծրագրի շրջանակներում լիարժեք կյանքն իրականացնելու է 6 ակցիա, որոնցից 3-ի գաղափարներն արդեն հայտնի են եւ կյանքի են կոչվում։ Դրանցից մեկը Սուրբ Նշանի փրկությունն էր։ Ակցիային բացի ակտիվիստներից արձագանքեցին նաեւ տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ, Ստեփանավանի թիվ 2 դպրոցի աշակերտներ։ Շատ կարևոր դեր ունի Սուրբ Նշանը եւ եկել ենք հավաքվել ենք որպեսզի մաքրենք տարածքը, որովհետեւ ահա որ վիճակում է գտնվում։ Բոլորիս այս հարցը մտահոգում է եւ շատ лավ է, որ մեզ նման կան էլի մտահոգված անձինք, որոնք այսօր հավաքվել են եւ այս գործողությունը катарում են։ Мы собрались нашими молодыми активистами, чтобы это место почистить от этой грязи, и это обращение от имени наших молодых активистов, чтобы люди в следующий раз, когда приходили сюда, больше такого ничего не оставляли, потому что это оставляет плохое впечатление и туристам, и местным людям, которые приходят сюда, чтобы посмотреть на наши достопримечательности. Ակցիայի մասնակիցների համատեղ ջանքերի շնորհիվ տարածքը կենդանացավ կարծես։ Սուրբ Նշանը եւ նրան հարող տարածքը արդեն մաքրված աղբակույտերից պատրաստ են ընդունելու հյուրերին պատշաճ կերպով։ Մնում է միայն հուսալ, որ բնակիչները բարեխիղճ վերաբերմունք կդրսևորեն մեր սրբավայրերի եւ գեղեցիկ բնության հանդեպ։ Պարզապես բոլոր ստեփանավանցիներին եմ կոչ անում, խնդրում, աղաչում, ինչ ասեմ, պարտադրում, որ իրանցից հետո պլաստիկ շշերը բոլորը իրար հետևից հավաքեն։ Հարգելի ժողովուրդ, կոչ եմ անում ձեզ, մի թափեք ձեր կերածի մնացորդները, թափոնները մի թափեք բնության մեջ, քանի որ այս բնությունը կխռովի մեզնից ու կանդրադառնա այդ իր խռովմունքը մեր բոլորիս առողջության, մեր երեխաների առողջության վրա։ Մենք բարձրացանք այս Սուրբ Նշանը, շատ հիացած մնացինք, քանի որ տեսանք այսքան մաքուր, այսքան ակուրատնի շնորհքով բարեգործ աշխատանքներ է կարել։ Երեխեք ջան, աղջիկեք ջան, տղաներ ջան, բոլորից շատ գոհ ենք, շնորհակալ ենք, բայց մի բան ունեմ ասելու, որ արդեն այստեղ մաքուր պահեք։ Լիարժեք կյանքի քաղաքացիական նախաձեռնությունները խրախուսող այս ծրագիրն իրականացվում է Counterpart International Armenia-ի եւ USAID-ի աջակցությամբ։ Արմինե Բալայան, Ազգանուշ Մկրտչյան, Ֆորտունա Լոռու մարզային հեռուստաընկերություն, լուրեր Ստեփանավան։